հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Արդարադատության նախարար, այդ ամեն ինչը չի կապում, բայց գոնե երեք տեսել եք այն կադրերը, թե ինչպես անվտանգության ծառայողը քաղաքացուն բերանը փակելով դուրս անում եկեղեցու։ Դա Ես կադրեր չեմ տեսել, բայց եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե դա քննադատելի երևույթ է, ոչ միայն քննադատելի, այլ նաև օրենքով պատժվող, եւ եթե այդպիսի բան է տեղի ունեցել, որը կրկնում եմ, որ ես չեմ տեսել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները եւ տան համապատասխան արձագանք։ Կարծում եք, որ պետք է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցին պատժել քաղաքացու բերանը փակ եկեղեցուց դուրս հանել։ Կարծում եմ, որ ցանկացած աշխատակից պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում, բայց ես եւ մենք այստեղ այս պահին գնահատականներ չենք կարող տալ, թե արդյոք որևէ անձ, այդ թվում որևէ լիազորություններ կրող պաշտոնատար անձ գործել է իրավաչափ, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահ մարմինները։ Եվ տիկին նախարար, մեկ այլ երևույթի մասին, շաբաթ օրն էլ հրապարակվեց մի տեսանյութ, որը վերագրվում է Մայրաթորի դիվանապետին, խիստ անձնական բնույթի մի տեսանյութ։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում, որը ներկայացնում է իրավական պետություն, ժողովրդավար պետություն, եւ նման տեսանյութեր են պատրաստվում եւ հրապարակում, իդեպ այդ տեսանյութերը ոչ բոլորին է հասանելի, այսինքն ոչ բոլորը կարող են անել հատուկ ծառայությունները, մեծ լծակներ ունեցողները, ինչու պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին։ Ես չեմ կարող ասել եւ չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրա։ Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնի կազմող տեղեկությունների հրապարակման մասին է, եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննեն։ Տիկին նախարար, լսումներ են վերջի շրջանում, արդյոք չի մտահոգում ձեր դեպքաստը եւ չեք զբաղվում դրանով, համատարած գաղտնալսումներով։ Ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումներով, խնդրում եմ էլի եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Այլ պատասխան տալ չեմ կարող եւ չկա այլ բնության մեջ այլ պատասխան եւ պետք է նշեմ մեկ բան եւս, որ որպես օպերատիվ միջամտություն կամ օպերատիվ հետախուզական գործունեության տեսակ կամ միջոցառում ձեր կողմից նշված գաղտնալսումը իրականացվում է կամ կարող է իրականացվել, եթե դա մասնագիտացված մարմնի կողմից է իրականացվում, միայն դատարանի որոշման հիման վրա եւ դա է քաղաքացիների պաշտպանության երաշխիքը, այսինքն արկա է կոնկրետ վերահսկողություն նմանատիպ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նկատմամբ։ Չէ, երաշխիքը դատական վերահսկողությունն է։ Մենք չգիտենք այս բանը բոլորից կգծվում են թե չէ։ Այդ շեմը ինչպես է, բայց դա նոր իշխանությունը իրավունք չունի եւ չի կարող թույլ տալ կամ չտալ հատել որևէ շեմ, եթե խոսքը օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին է, բայց ես կարծում եմ, որ անձնական տվյալների ոչ իրավաչափ օգտագործման, անձնական կյանքի միջամտության հետ կապված բոլոր դեպքերը պետք է արժանանան համապատասխան արձագանքի եւ այն անձինք, որոնք որ ապօրինաբար օգտագործել են անձնական կյանքին առնչվող տեղեկությունները, ինչպես նաեւ հրապարակել են, պետք է ստանան իրենց արժանանալի պատասխանը։ Նիկոլ Փաշինյանն էր անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածում, հենց առաջինը Նիկոլ Փաշինյանի կողմից եղավ առանց տեսանյութի, սակայն մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տարբեր գրառումներ եղան։ Ում կյանքի վերաբերյալ հոգեվորականի։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ գրառումը չկատարեր, այդ դեպքի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրություն չէր առաջանա եւ տեսանյութը միգուցե եւ չհայտնվեր համացանցում։ Սա էր ուզում ասել։ Գուցե եւ ոչ, բայց վարչապետի
ասելիքը այն էր, որ պետք չէ եկեղեցականները թողնեն իրենց գործը, ուխտը, առաքելությունը եւ փորձեն զբաղվել քաղաքականությամբ եւ անընդունելի է, որ եկեղեցին ունենա այնպիսի սպասավորներ, որոնք իրենց արժեքներում կեղծ են։ Ընդհանրապես սա է։ Մենք օրեր առաջ ականատես եղանք, որ Հովանավանքում Ես չեմ կարող մեկ քայլ առաջ գալ իրականում։ Որ առաջ կան կգամ։ Միկրոֆոնները որ իջեցնեք մի քիչ առաջ կգան։ ուղղակի չի լսվում, բայց իմ հարցը մնաց։ Կներեք, սա վերջացնենք նոր։ Տիկին Գայլան, կներեք, դուք ասում եք, որ հատուկ մարմինները միայն գաղտնալսելու իրավունքի ունեն եւ դա ինչ որ գործառույթների շրջանակներում է լինում։ Կներեք, բայց մենք տեսնում ենք, որ այդ գաղտնալսումները հրապարակվում են իշխանական կամ իշխանամերձ հարթակներում եւ արդեն ակնհայտ է, որ դա եթե ինչ որ գործի շրջանակներում է եղել, ինչու իրավապահ մարմինը չի հրապարակում, այլ լրատվամիջոցն է հրապարակում։ Ես չասացի, որ հատուկ մարմիններն ունեն միայն հնարավորություն, ես ասացի, որ իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Օրեր առաջ մենք ականատես եղանք, որ Հովանավանքում ցուցարարները կամ ներկաները հարվածում էին լրագրողներին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, խոչընդոտում, որպեսզի աշխատանքի լրագրողական մասնագիտական գործունեություն ծավալի։ Այս ամեն ինչին դուք ինչ գնահատական կտաք, միջև մա քրեական գործ հարուցված չէ եւ նաեւ նկատել էր, որ ոստիկանությունը դիտորդի դերում էր եւ չէր փորձում կանխարգելել գործողությունները։ Ցանկացած գործողության, որը իրավաչափ չէ, ես վատ եմ վերաբերում։ Դա է իմ գնահատականը։ Քրեական գործ, որ հարուցված չէ, այս մասով։ Ես չգիտեմ քրեական գործ հարուցված է թե ոչ, եթե կան համապատասխան հատկանիշներ, վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի։ Գնահատական չեք տալիս։ Ես արդեն տվեցի իմ գնահատականը, ասացի, որ ցանկացած բռնարարքին, լիազորությունների ցանկացած վերազանցմանը ես վատ եմ վերաբերվում եւ դա իմ գնահատականն է։ Տիկին նախարար, սահմանադրական փոփոխությունների հետ կապված ինչ նորություն կա, ինչ կարող եք հաղորդել։ Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում եւ վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության եւ Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին դրանք պետք է լինեն սահմանադրության տեքստում։ Մենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը եւ բոլոր այն դրույթները, որոնց